Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի ընտրությունները ևս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների էությունը և նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանությունները ընդունակ են բարեփոխվելու և պետական մտածողություն դրսևորելու, ապա այդ պատրանքները հոդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման, իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանը այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման կամ կոնսոլիդացիայի հասնելու նպատակ չունի և մտադիր է այսուհետև ևս երկիրը կառավարել բռնապետական մեթոդներով։ Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռևս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների և օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը և հենվում բացառապես քրեական տարրերի, գողերի, ավազակների, մարդասպանների վրա։ Ընտրական տեղամասերը այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային, ես կրկնում եմ, փողոցային բանդաները, որ մենք գործ ունենք ոչ թե պատահական երևույթի, այլ հատուկ գործադրվող ծրագրի հետ, ապացուցվում է նրանով, որ քրեական տարրերը աստիճանաբար թափանցում են նաև բուն պետական համակարգեր։ Այսպես, գաղտնիք չէ, որ նոր օրենքի համաձայն պայմանագրային հիմունքների անցած ոստիկանության բարեկապահական ծառայությունը համալրվում է հիմնականում այդպիսի քրեական տարրերով, առաջ այդտեղ զորակոչիկներ էին։ Բացի այդ, տեղեկություններ կան նաև այն մասին, որ քրեական համբավ ունեցող բազմաթիվ անձնավորություններ, մասնավորապես Արտաշատի շրջանից, վերջերս ընդունվել են ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Խոսքը այսպիսով վերաբերում է վարչախմբի գլխավոր հենարանի վերածվող փողոցային բանդաների օրինականացմանը, ինչը նրանց հնարավորություն կտա գործելու ավելի սանձարձակ և օրենքի լիակատար պաշտպանության տակ։ Խոսքը ավելի կարճ վերաբերում է համազգեստավոր քիլերների ինստիտուտի ձևավորմանը, որը վարչախմբին անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմության դեմ օգտագործելու,
այլև սեփական ճամբարում ժամանակ առ ժամանակ հայտնվող անհնազանդներին պատժելու համար։ Այնպես որ գալու է մի պահ, երբ նույնիսկ ավազակապետություն բառը եֆեմիզմ է դիտվելու, քանի որ երկիրը կամաց վերածվում է խուժանապետության։ Սերժ Սարգսյանի մտածելակերպի մասին ձեզ ամբողջական ու լիարժեք պատկերացում տալու համար ես ուզում եմ որոշ մեջբերումներ կատարել Սարդարապետի հերոսամարտի տարեդարձի առթիվ մայիսի 27-ին հրապարակած նրա շնորհավորական ուղերձից։ Մենք, ասում է Սարգսյանը, որպես ազգ, ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջև եւ ազգովին լուծել։ Իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, տեսեք ինչ բառեր է օգտագործում, անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ Մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, շարունակում է Սարգսյանը, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում։ Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը։ Այս հուզիչ տողերը ընթերցելիս իմ առաջին տպավորությունն այն էր, որ լսում եմ ձիթենյաց լեռան քարոզը, բայց դժբախտաբար ոչ թե Քրիստոսի, այլ Հուդայի շուրթերից։ Ներքին համաձայնության, փոխադարձ հարգանքի, մեծահոգության, ներողամտության, բարության եւ հանդուրժողականության մասին խոսում է մի մարդ, որը նախագահի գահին բազմել է ժողովրդի կամքի բռնի ոտնահարմամբ, սառնասրտորեն գնդակահարել է 10 խաղաղ ցուցարարի, հարյուրավոր ազնիվ քաղաքացիների շինծու քրեական գործերով բանտ նետել միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բողոքել վարչախմբի եւ անձամբ իր ապօրինությունների դեմ։ Իսկ երբ վերը նշված գեղեցիկ խոսքերը արտասանելուց ընդամենը 4 օր անց Սերժ Սարգսյանը կազմակերպեց Հայաստանի պատմության մեջ արձանագրված թերևս ամենախայտառակ ընտրությունները, ապա հուդայականության մասին ակնարկը ամենևին չափազանցություն չպետք է թվա։ Հատուկ ուշադրության է արժանի նաև անհանդուրժողականություն եւ չարացածություն բառերի սարգսյանական ընկալումը։ Ըստ նրա, իշխանությունները իրավունք ունեն կեղծել ընտրությունները, գնդակահարել խաղաղ ցուցարարներին, զնդանել անմեղ մարդկանց, թալանել երկիրը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները, իսկ երբ դրանց դեմ բողոքում են, ահա դա համարել անհանդուրժողականություն եւ չարացածություն։ Այսինքն դուք բոլորդ անհանդուրժողական եւ չարացած եք ըստ Սերժ Սարգսյանի։ Եվ նա անկեղծ է, հասկացեք, նա անկեղծ է։ Նա չի հասկանում ինչպես կարող է ճորտը, ստրուկը բողոքել, անհամաձայնություն հայտնել։ Էլ ինչ անուն նա կարող էր տալ ճորտի բողոքի արտահայտություններին, ճորտի կամ ստրուկի, որպիսին նա համարում է մեր ժողովրդին։ Սարգսյանի ուղերձին կսազեր նաև արդարամտություն բառը, որը սխալմամբ նա չի օգտագործել, բայց որն իր լիարժեք մարմնավորումը պիտի ստանար փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մասին նրա կարգադրության մեջ։ Կարգադրություն, որը ըստ էության ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի ոչռագործության կոծկման բարձրագույն հրահանգ, սա հրահանգ է։ Սրանից հետո այլևս ոչ դատական, ոչ ոստիկանական իշխանությունները չեն համարձակվի ընդհանրապես մոտենալ այս հանցագործությունների բացահայտմանը։
Զարմանալի հատկություն է դրսևորում Սերժ Սարգսյանի արդարամտությունը։ Այն տարածվում է միայն դահիճների, մարդասպանների, ընտրակեղծարարների, ավազակների ու կաշառակերների վրա։ Իդեպ, ձեռքի հետ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց կամ հիմնովին փչացրեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, փաստահավաք խմբի լուծարման տխրահարճակ գործը իրականացնելով վերջինիս միջոցով։ Ազգընտիրը ճակերտավոր մոռացել է իր ուղերձում հիշատակել նաև վեհանձնություն բառը, բայց այս անգամ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար, ինչի գաղտնիքը բացահայտվում է համաներման հարցում նրա դրսևորած անվայել, շատ մեղմ եմ ասում, անվայել, անպարկեշտ պահվածքով։ Մարդը կարծես թե բոլորովին անընդունակ է զգալու իր զբաղեցրած պաշտոնի վեհությունը եւ ի վիճակի չէ կատարելու որևէ լավ գործ առանց դրա մեջ իր լեզվով ասած մունդարություն խառնելու։ Ավելի պատկերավոր այս վիճակը պատկերացնելու համար, ավելի պատկերավոր, քան պարսից շահերից մեկի հետ կապված հետևյալ ավանդությունը չի կարող լուսաբանել տվյալ երևույթը։ Երբ շահը, իսկ դա Նասրեդդին շահն էր 19-րդ դարի երկրորդ կեսի, շրջագայում է իր երկրում, մի գյուղացի մոտենում է նրան ու խնդրում. Փադիշահ, խեղճ, անտուն, 12 երեխայի տեր մարդ եմ, ինձ մի տուն նվիրիր։ Շահը ձիու վրայից նայելով ծնկաչող գյուղացուն ասում է. այս ամբողջ գյուղը քեզ։ Այնժամ վեզիրը դառնում է շահին ու բողոքում, բայց փադիշահ, նա ընդամենը մի տուն ուզեց։ Շահը պատասխանում է. մարդը իր խեղճության գյորա խնդրեց, իսկ ես պարտավոր եմ իմ վեհության գյորա շնորհել նրան։ Ինչևէ, Սերժ Սարգսյանի մտածելակերպի կամ իր սիրած բառով մենթալիտետի, տեսեք ինչ բառ գիտի, մենթալիտետի քննությունը թողնենք հոգևոր լուծաբաններին ու առաջ անցնենք։ Եվ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ էլի իր լեզվով ասած կրիշային, մեր սիրելի արևմուտքին։ Բայց մինչև բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ եվրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրը անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել, Հայաստան ասելով նա նկատի ունի մեր երկրի իշխանություններին, թե ժողովրդին։ Նա անշուշտ հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն իմ ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկիրը ուզում է օգնած լինել Հայաստանին։ Ամբողջ խնդիրը այն է, որ երրորդ աշխարհի երկրներին, ինչպիսին նաև մեզ են դիտում, Արևմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ ռետորական դատարկաբանություններին, Արևմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի և տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմները սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են արևմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք
արևմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունը այն է սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։ Այն ամենը, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաև Հայաստանի վրա։ Արևմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն մարդասպանների, ավազակների եւ ընտրակեղծարարների բարեկամն է, եւ որպես այդպիսին ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երևույթների արմատավորման գործում։ Դա ապացուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին 1.5 տարվա ընթացքում արևմուտքի դրսևորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղաքապետարանի առկայության, ժողովրդավարական ազատությունների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ եւ դրա կողքին նրա գորովալից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։